Սիրելի ծնողներ ջան, մայրիկներ, հայրիկներ, ինչու՞ չէ նաև պապիկներ եւ տատիկներ եւ բոլոր նրանք, ովքեր որ իրենց երեխաներին փորձում են հաճոյանալ քաղցրավենիքներով։ Ես ուզում եմ այսօր խոսենք այն ֆիզիոլոգիական բացասական հետևանքների մասին, որոնք որ թողնում է շաքարը օրգանիզմի վրա, հատկապես փոքր տարիքում, սկսած ատամի վնասումից մինչև շաքարային դիաբետ, քաշի ավելացում, մարսողական համակարգի խնդիրներ, նույնիսկ հոգեբանական կախվածություն, որը որ ուզում եմ հատկապես շեշտադրեմ, երբ որ փոքր տարիքում երեխաներին գովեստի խոսքեր ասելու կամ պարգևատրում ենք մենք քաղցրավենիքներով, ու սենց այս դեպքերում զարգանում է մի հատ հոգեբանական կախվածություն քաղցրավենիքներից եւ բացի այն, որ դա դառնում է հաճույք, դա դառնում է նաև հույզերը կառավարելու մի մեխանիզմ եւ դա շատ բարդ է արդեն մեծ հասակում դրանից ձերբազատվելը։ Խորհուրդ եմ տալիս, որ շաքարի փոխարեն, քաղցրավենիքների փոխարեն երեխաների հետ անցկացնել որոշակի խաղեր, գոհաբանական խոսքեր, անակնկալներ կամ ինչու՞ չէ նաև ուղղակի պարզ ժամանակ անցկացնելը երեխաների հետ, դա կարա նույնքան հաճելի լինի, որքան քաղցրավենիքը։ Փորձեցի գտնել համացանցում, թե ինչ տեղեկություն կա շաքարի նորմայի մասին, բայց միայն գտա, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը սահմանել է հետևյալ սխեմա 2-ից 18 տարեկանների համար, որ դա ընդունված շաքարը, ազատ շաքարը պետքա չգերազանցի մեր ընդհանուր ծախսած կալորիաների 10%-ը, իսկ ավելի ցանկալի է, որ պակաս լինի 5%-ից, դա մոտավորապես համարժեք է միջինում 20 գրամը, որը որ մոտ 4 թեյ գթալ շաքարավազն է։ Ուզում եմ նշեմ, որ դա ոչ թե միայն մաքուր շաքարավազ, այլ դա ընդհանրապես ամբողջ սննդամթերքի հետ միասին եւ օրինակ եթե մեկ մեծ բաժակ քաղցր հյութ ըմպի երեխան, դա արդեն մոտեցնում է իր օրական նորմայի շեմին։ Իսկ իմ անձնական կարծիքով, քանի դեռ երեխան նոր է մտնում կյանք եւ չունի դեռևս ձևավորված սովորություններ, մի վնասեք նրա առողջությանը եւ մի փորձեք ձևավորել նրա մոտ սովորություններ, որոնցից որ հետո նա շատ դժվար է հրաժարվելու իր հասուն կյանքում։ Առողջ եղեք։